Բարև, ճակերտներում այսօր պարոն Պարքև Շահբազյանն է։ Պարքև Շահբազյան ծնվել է Ստամբուլում, ընտանիքով տեղափոխվել է Սիրիա, նախնական կրթությունը ստացել է Հալեպում, այնուհետև տեղափոխվել է Լիբանան, ուսումը շարունակել Լիբանանի Սեն Ժոզեֆ համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, աշակերտել է Ներսես Ակինյանին եւ Հրաչյա Աճարյանին։ 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, Երևան, որտեղ եւ աշխատանքի է անցել Մաքսիմ Գորկու անվան դպրոցում, կազմել է ֆրանսերենի ուսուցման դասագրքեր։ 1956 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի հրավերով աշխատանքի անցել ճեմարանում եւ 40 տարի դասավանդել ֆրանսերեն, հայերեն, եվրոպական գրականության պատմություն։ Զուգահեռ եղել է վեհապար Հայրապետի անձնական քարտուղարն ու թարգմանիչը։ Պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց եւ Ներսես շնորհալի շքանշաններով։ 2004 թվականին Ֆրանսիայի կրթության նախարարը պարգևատրել է նրան ակադեմիկական արմավենի շքանշանով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես սկսվեց օրը։ Օրը ինչպես սկսվեց։ Այո։ Օրը հաճելի, շատ հաճելի ձևով սկսվեց, ուրախ եմ, որ ձեզ հետ հանդիպում եմ ունեցել եւ հատկապես ուրախ եմ, որ ինձ հրավիրել եք այսօր ելույթ ունենալու ձեզ մոտ ձեր հաղորդաշարին։ Շնորհակալություն։ Դուք որ գիրքը խորհուրդ կտաք, որ անպայման պետք է մարդ կարդացած լինի։ Հայ գրականությունից նախ առաջին հերթին ասեմ, առանց վարանելու Խաչատուր Աբոյանի Վերք Հայաստանին հանձնարարում եմ բոլոր հայերին, նոր սերնդին գրականության հանդեպ սերը արմատավորի իրենց մեջ այդ գրքի ընթերցանությամբ։ Իսկ միջազգային գրականությունից իհարկե ինձ վրա խոր դպավորություն են թողել հանճարեղ մարդիկ Սերվանտեսը, Դոն Կիխոտի հեղինակը, Շեքսպիրը, Գյոթեն իր Ֆաուստով եւ այլն եւ այլն։ Այս հեղինակները շատ խոր դպավորություն են թողել ինձ վրա։ Մի քանի բառով դուք կարող եք ասել հայի բնութագիրը ինչպիսին է։ Ով է հայը։ Հայը այն հազվագյուտ ազգերի ներկայացուցիչներից է, որոնք բնությունից օժտված են ստեղծագործական ավյունով, տաղանդով եւ այդ տաղանդը դրսևորելու հնարավորություններով հակառակ դարերի ընթացքում շատ աննպաստ պայմաններին։ Կան հին ժողովուրդներ հայերի նման, որոնք ժամանակին ստեղծագործել են, բայց հետագայում ինչպես հանգած հրապուխը հանգել են։ Երկու ժողովուրդներ առ այսօր այդ հին օժտվածությունը շարունակում են հրյա ժողովուրդը եւ հայ ժողովուրդը երբեք չի հանգել հրապուխը միշտ արձարծված է մնացել այո եւ ես ուրախ եմ որ այդ ժողովրդին եմ պատկանում իսկ կա մի ֆիլմ որ շատ եք սիրում այո շարժանկարներից անշուշտ Բեբոն մեր առաջին հնչյունային դուք Պեպոն որտեղ եք տեսել առաջին անգամ Արտասահմանում որտեղ Բեյրութում պատմեք այս ձեր զգացողությունը այո չափազանց ոգևորեց մեզ այդ ֆիլմը եւ մանավանդ այն լեզուն որով այդ Բեբոյի մեջ հերոսները խոսում էին ձեզ համար հասկանալի էր այդ Թիֆլիսի բարբառը այնքան հասկանալի չէր բայց քիչ շատ մտավորական տարի համար ծանոթ էր մեծ մասամբ 3/4-ով գոնե ընկալելի էր թեև հասարակ ժողովուրդը շատ բան չէր հասկանում բայց այնքան համով հոդով դերասանները ներկայացրին այդ կյանքը որ աննախընթաց ընդունելություն կտավ այդ թվում նաև մենք շատ առ այսօր դպավորվել է իմ մեջ այդ ֆիլմը Վերջի անգամ անի մեկի քիմոտ Ինչ ես ուզում Ո՞նց է գիտեմ քուրիս մարդու տալի բաժին կեպե Բաժինքը որն է արտիստու Մաշ Ար
թող բախտավոր էլի։ Գնաս բարով։ Շնորհակալ եմ։ Աղքատը մարդ է, քուր է մարդու տալի բաժին քշունի։ Աղաչանք, պաղատանք հարա, որ իրան օգնիմ։ Դե ես էլ փող տվի։ Դուն խոմ ինձ 1000 իսպարտ։ Ինչ պարտո, ինչ ես ասում։ Խալքը հենց կուիմանա, որ դրուշտ մարդ իմ քիս։ Պարտ չիս, ապա որդում կես մարդկանց ուշտը։ Օրթում կուտին, աստուց, երգինք, գեդինք, իմ ուրդ կերան ծարևը, որ ես մարդունի զվուչից պարչի։ Այ աստուց ու երգինք խրոք են անգախիտ, բրնե աչկը Ասեք, դեր բակալել։ Դուք ինչ խմիչք եք նախընտրում։ Ամառը բնականաբար ամռան ընթացքում գարեջուր է։ Այո։ Այո, բայց հadoop հագում չեմ ունեցել գինու, օղու եւ այլն։ Գինի օղի օգտագործել եմ ընկերական Ասում շրջապատում։ են Լիբանանում շատ շքեղ գինիներ կան։ Այո, Լիբանանում գինիներ շատ կան գեղեցիկ, բայց այպես հadoop մոլություն չեմ ունեցել։ Ժամանակ առ ժամանակ ուրախ հանդիպումների ժամանակ օգտագործել եմ, բայց ոչ երբեք չեմ չափազանցել։ Իսկ ուրախ հանդիպումների սիրահար եք դուք ինքներդ։ Շատ Շատ։ Շատ հաճախ պատահել է որ ընտանեկան խնջույքների ներկա եմ եղել եւ ինձ սեղանաբեդ են ընտրել եւ իմ կարողության չափով կարողացել եմ լավ ղեկավարել այդ սեղանը եւ անցկացնել լավ մթնոլորտով եք խոսքով այո Ձեր ամենասիրելի տոնը մեր տոնացույցում որն է։ Անշուշտ սրդիս մոտ են ծննդյան եւ Սուրբ Զատկի դոները որպես կրոնական եկեղեցական դոներ փոքր տարիքից սկսած բայց ասկային դոներից ինձ մեծապես ոգևորում են ուրեմն Սարդարաբադի հիշադակին նվիրված դոնակատարությունը եւ ցեղասպանության հիշադակին նվար ոգեգոճման օրերը նախ Սարդարաբադը սրդիս մոտ է որտեվ առաջին անգամ լինելով մեր ժողովուրդը կարողացավ հաստատել որ ինքը նաև ինքնապաշտպանություն կազմակերպող ժողովուրդ է գիտե գրվել եւ հաղթել Մուսալերն էլ էր, չէ՞ այդպես։ Մուսալերն էլ այդպեսին եղավ 40 օր դրանք դիմադրեցին մեծ վնասներ պատճառելով թշնամուն երբեք չանցնվեցին, չգոդորվեցին գիտեք պատմությունը ինչպես ֆրանսիական նավը եկավ եւ բաշխարված մուսալերցիները խաղաղ ապահով գնացին այդել մուսալերան 40 օրերի հիշադակությունը սրդիս մոտ գտնվող տոներից մեկն է ես վերջերս արիթ ունեցա նաև ծանոթանալու ակտաղի հերոսամարտի նվիրված ակտաղը գտնվում է արևմտյան Հայաստանում այդպես է գոչվում այդ լերը տեղահանվող ժողովրդից հետո 4 տարի ես ծանոթ չէի մի խումբ հայ հայթուկներ հերոսներ չեն քաղտել մնացել են բարձրացել են լեռները ինչպես մուսալերան հերոսները եւ 4 տարի անընդմեջ կռիվ են մղել թուրքերի դեմ այդ գործին նվիրված մի հրաշալի հայերեն գիրք հրատարակվեց 30-ական թվականներին եւ ֆրանսահայերը վերջերս երևի ցանկություն ունեցան որ մուսալերան նման շատ հիշադակելի դա հերոսամարտ է եվրոպացիները ծանոթ լինեն նաև դրան եւ ուզեցին որ ֆրանսերեն թարգմանվի
դիմեցին օդար լեզուների ինստիտուտի ֆրանսերեն լեզվի բաժնի վարիչին, այդ վարիչի հետ ծանոթ էինք, որոշեցինք, որ միասնապար թարգմանենք այդ գործը հայերենի եւ հրադարակենք ամբողջ ծախսը մարսելահայությունը, ֆրանսահայությունը հանձնարարավ հոգալ։ Շատ լավ գործ է։ Ես կարդացի, մեծապես տպավորեց եւ ուզում եմ, որ անպայման գլուխ կա այդ գործը թարգմանվի, այդպես է կոչվում ակ տաղի 4 տարվա հերոսամարտը, թե ինչպես հայերը կարողացել են մինչև վերջին գաթիլը արյան չհանձնվել, գրիվ մղել եւ բարձր բահել իրենց անունը։ Երևանում ինչ հատված կա ձեզ համար շատ նվիրական։ Նախ Ծիծեռնագաբերդը, այո, Ծիծեռնագաբերդը շատ սրտից շատ մոտ է, այո։ Մի ժամանակ իմ ամենօրյա շրջապատույթները այնտեղ եմ կատարել, եւ տոնակատարություններին միշտ ներկա եմ եղել։ Հիմա դժբախտաբար ամեն տարի այդ օրերին չեմ կարող դարիքի փերումով գնալ, բայց միշտ հետևում եմ հերոստացույցով դեղի ունեցածներին։ Աշխարհում որ քաղաքն է ձեզ շատ հիացրել։ Որպես ամենայն հայոց վեհապար Վասկեն Արաչինի շքախմբի անդամներից մեկը, նրա քարտուղարը եւ թարգմանիչը, եվրոպական շատ քաղաքներում եմ եղել, Ամերիկայում եմ եղել, ուրեմն Աֆրիկայում եմ եղել, Ավստրալիայում եմ եղել, գրեթե շատ տեղերում եմ եղել, բայց մեծ քաղաքներ իրենց շքեղությամբ, օրինակ Լոնդոնը իր ծանր այդ բանով նստվածքով շատ տպավորել է ինձ, բայց Փարիզը ուրիշ է։ Փարիզում նույնիսկ եթե լեզվին ծանոթ չես, օդար չես զգում, զարմանալի քաղաք է, անմիջապես գրավում է քեզ եւ ժողովուրդն էլ երևի սրդամոտ է եւ երբեք օդարի աչքով չի նայում ձեզ։ Կարծես ձեր հարազատ միջավայրը հարազատ քաղաքը լինի։ Այդ իմաստով Փարիզը շատ տպավորել է, շատ։ Մանկության ինչ պատկեր կա, որը անմոռաց է առ այսօր ձեզ համար։ Չգիտեմ ինչ ասեմ։ Հիշողությանս մեջ որևէ բան չկա։ Բաց թողեցինք։ Հեղափոխություններին ինչպես եք վերաբերվում։ Հեղափոխությունների նկատմամբ։ Մի քանի հեղափոխություն եք տեսել, չէ՞ դուք ինքներդ։ Հոկտեմբերյան հեղափոխություն։ Բա Աթաթուրքի հեղափոխություն։ Համեցեք։ Աթաթուրքի հեղափոխություն։ Աթաթուրքի հեղափոխություն։ Հետո ավելի առաջ ֆրանսիական հեղափոխություն եւ այլն։ Պետք է ասել, որ հեղափոխությունների նկատմամբ իմ կարծիքը շատ բացասական է։ Հեղափոխությունները ոչ մի լավ բանի չեն առաջորդում։ Հեղափոխությունները առաջին տարիներին, տասնյակ տարիների առաջադիմական դրական գործ են կատարում, սակայն հետագա տարիներին այնպիսի բացասական հետևանքներ են ունենում, որոնք վերացնելու համար հարյուրավոր տարիներ են պետք։ Եվ ես նկատում եմ, որ շատ ճիշտ բնորոշում է, որովհետև իսկապես հոկտեմբերյան հեղափոխությունը ստեղծեց, հաստատեց մի ռեժիմ, որի չարաղետ հետևանքները առ այսօր չեն վերացել մեր ժողովրդի միջից։ Բարոյական հոգևոր արժեքները հիմնահատակ կործանում են, հետևանքները շատ վատ են հեղափոխության։ Այնպես որ ես կողմնակից եմ ոչ թե ռևոլյուցիայի, այլ էվոլյուցիայի, բարեշրջման։ Ֆրանսիական ասացված կա, լանտման մեսյուրոմա, տանտաղ, բայց ապահով։
հեզասահ պետք է լինի։ Ասացվածքը կա, բայց ֆրանսիացիները իրենք չհետևեցին այս ասացվածքին 400 տարի շարունակ հեղափոխություն են անում։ Իմ ուսանողական տարիներից մի լավ հիշողություն ունեմ ֆրանսիական հեղափոխության, չգիտեմ որ դարեդարձի արիտով էր, մենք ուսանող էինք եւ սպասում էինք, որ ոգևորիչ միջար խոսի մեր ուսուցիչը այդ օրը, բայց ուսուցիչը մի բան ասաց, երևի շատ փորձառու մարդ էր, ֆրանսիացի էր ինքը։ Լիբանանում էր դա։ Լիբանանում, այո։ Ils se sont dévorés tous comme des chiens ասաց։ Նրանք իրար հոշոտեցին շան նման ասում է։ Հեղափոխականները իրար հետակայում հոշոտեցին շան նման։ Եվ իսկապես հեղափոխության դարիներին, առաջին դարիներին, այնքան հին գարքերից, զոհեր գիլյոտինից, զամբյուղ գարք, գիտեք գլուխը գդրում էին, զամբյուղի մեջ այնքան գլուխ չընկավ, որքան հեղափոխությունից հետո, անմիջապես հետո, նախ բոլոր հեղափոխություն առաջ բերող Դանտես, Ռոբեսպիեր, Դանտոն, Մարատ, դրանք զոհ գնացին հեղափոխության եւ հազարավոր նախկին հեղափոխականներ, որոնց գլուխները զամբյուղի մեջ գնացին։ Այնպես որ հեղափոխությունները շատ բան չեն կարող տալ։ Ես թեմ եմ բարեշրջությամբ, էվոլյուցիայով հեզասահ պետք է լինի այդ իմաստուն բանին հետևեցին անգլիացիները հատկապես։ Տեսեք եղբայրության, հավասարության եւ ազատության սկզբունքները խաղաղության պայմաններում ճիշտ է ուշ, բայց կարելի է ավելի արյունահեղությամբ երբեք ոչ եղբայրություն, ոչ ազատություն, ոչ էլ հավասարություն չեք կարող նվաճել։ Այս է տեսակետը։ Պարոն Շահբազյան, իսկ մեր իմացյալ քաղաքակրթական դաշտում կա մի այր, որը ձեզ համար օրինակելի է իր գործունեությամբ։ Օրինակ ոմանք Նապոլեոն ասում են, նա արյունրուշտ, այո, դաղանթավոր մարդ էր, բայց երբեք ինձ չի ոգևորում Նապոլեոնը։ Ինձ ոգևորում է, գիտեք, ով հնդիկ ժողովրդի ձոցից դուրս եկած իմաստուն մի մարդ, Մահատմա Գանդին, որը կողմնակից էր, որը գիտեք Հնդկաստանը երկար տարիներ անգլիական դիրապետության տակ մնաց, չարաչար շահագործում էին հնդիկ ժողովրդին, հնդիկ ժողովրդի ճակատագրի գլուխը կանգնեց Մահատմա Գանդին, այդ իմաստուն մարդը, որ Եվրոպայում էր, հենց Անգլիայում էր ուսումը ստացել եւ մեծ համաշխարհային հրճակ էր վայելում, այդ մարդը սկզբունք ընդունեց passive դիմադրություն, այսինքն զենքի ուժով չդիմադրել, այլ passive դիմադրությամբ նվաճել եւ երևակայեցեք կարողացա հաջողվեց, այո, երկար տարիներ, այնքան որ անգլիացի ժողովուրդը չկարողացավ ի վերջո տիրորի ենթարկեցին, սպանեցին այդ մարդուն։ Պարոն Շահբազյան, կա մի ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Անցյալում, այո, ես կցանկանայի ապրել, գիտեք, հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ ընդհանրապես Հայաստանում նախ մինչև հեղափոխություն, տեսեք իմ զոքանչը հիմա իհարկե մահացած է 1920-ական թվականներին Սանկտ Պետերբուրգից որպես ակնապուշ ուսում ավարտելուց հետո ուղարկեցին Հայաստան, Կովկաս, հատկապես Հայաստան, որտեղ այդ շրջանում տրախոմա աչքի հիվանդությունը տարածված էր, որպեսզի առաջ կառնեն։ Եվ ուրիշների հետ ինքն էլ եկավ եւ ահագին գործ տեսան, պետք է ասել, ինքը պատմում էր։ Բարքև ասում էր ինձ, երևակայեցեք 26-27 այդ թվականներին։ Այն ժամանակ ինքը մինչ այդ շփում չէր ունես հայերի հետ, օտարության մեջ ապրել։ Ես ճանաչեցի հայ ժողովրդին, ասում է, որպես աշխատասեր վերին աստիճան, հյուրասեր եւ
իր բադիվը պատվասիրությունը բարձր բահող ժողովուրդ իսկ հիմա ասում է այդ աշխատասեր ժողովուրդը ինչ դարձավ ասում է չեմ կարողանում համեմատել ասում է եւ ինքը բաներ ուզում էր որ այդ օրերը վերակտնեն այդ օրերի հիշատակներով էր ապրում իսկապես այդ 20-ական թվականները այստեղ նվիրումի հայրենաշինության բացառիկ ոգևորված տարիներ եղան հետաքրքրուն այլասրվեց իհարկե ստալինյան ռեժիմի 30-ական թվականներից հետո բայց այդ առաջին ոգևորության տարիները հրաշալի տարիներ էին հայ ժողովրդի համար օրինակ ուզում էի այդպիսի ժամանակաշրջանում ապրել կամ 19-րդ դարի այդ ռոմանտիկ շրջանը ինձ առավելապես հրապուրում է Ինչ է պակասում Հայաստանին մարդկայնությունը ամեն բանից առաջ մարդկայնությունը մարդը դժբախտաբար իր մարդկային նկարագիրը չի կարողացել պահպանել աղարդվել է այսօր հոգևոր բարոյական արժեքները երկրորդ պլանի վրա են գնացել մղվել եւ ընչաքաղցությունը նյութապաշտությունը խաբեբայությունը ավազակությունը առաջին պլանին մարդկանց ամենից առաջ այդ է հրաբուրում մեր ժողովրդի չնչին դոգոսը փոքր դոգոսը ամենավոտ արտնանալիս մտածում է ինչպես կարող է 30 դոգոսը 70 դոգոսին խաբել սա շատ վատ է ինձ համար չգիտեմ անդանելի է անշուշտ կվերանա ես լավադես եմ միաժամանակ բայց շուտով չի վերանա մեծ մասամբ իհարկե ոմանք ասում են արտասահմանի парքերը եկան այո արտասահմանից շատ վատ парքեր ներխուժեցին մեր երկիրը բայց ամենից այդ բանին վերակրել է ճիշտ չէ շորշոփները հեղափոխության նախկին ռեժիմի դեռ այսօր հարադեվում են մարդկանց հոգիների մեջ այդ սերնդի պատկանող եւ նրանց զավակներին պատկանող մարդկանց հոգիների մեջ հարկավոր է 1-2 սերունդ փոխվի մարդիկ գնան ազատ երկրներ շփվեն եւ այլն երկաթե վարակույրից դուրս գալով որտեղ մենք ապրել ենք երկաթե վարակույրի մեջ ինչ որ դվել են մեզ այդ ենք յուրացրել կարող է անշուշտ փոխվի այսպես չի մնա երբեք չի մնա ես հավատացած եմ դրան կանցնի մի քանի սերունդ մեր սերունդը երևի ներկա չի լինի բայց անպայման կհաջորդեն նպաստավոր լավ տարիներ մեր ժողովրդի աբակայի համար մեր ժողովրդի չնայած այնպիսի աշխարհաքաղաքական պայմանները տնտեսական աշխարհագրական պայմաններում ենք ապրում որ շատ աննպաստ է մահմեդական ժողովուրդներով շրջապատված եւ այլն ելք չունենք եւ այլն հագարակ այս բոլորին աննպաստ պայմաններին ես պայծառ եմ տեսնում մեր ժողովրդի աբական Ձեր խոսքերով երաժշտական որ ստեղծագործությունն եք շատ սիրում նախ պաշտում եմ Կոմիդաս Վարդապետին Կոմիդաս Վարդապետը մեր ժողովրդի ինչի բանամ ամեն ինչն է ես մարդու ասկային զգացումները հայությունը չափում եմ նրանով թե Կոմիդաս լսելիս ինչ է զգում ինքը այո երեք մեծություններ մեր ժողովրդի մեջ տեսնել եմ առաջին Մեսրոպ Մաշտոց եզակի աննման մեծություն է երկրորդ Կոմիդաս Վարդապետ երրորդ Զորավար Անտրանիկ այս երեքի կատարած գործը շատ նման են իրար Մեսրոպ Մաշտոցը իր դարերով միասնություն ստեղծեց Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջև իրարից օդարացած հայության միջև շաղախեց նույնը արեց նույն համասկային գեղեցիկ գործը կատարեց Կոմիդաս Վարդապետը իր երաժշտությամբ
իր քուսանական դաղերով, հա, եւ նույն գործը կատարեց Անտրանիկը իր հերոսական արարքներով, այո, այս երեքը երամիասմություն են եւ աննվաստ մեծություն են, սրանց կողքին անշուշտ նաեւ հայ գրականության ներկայացուցիչներ ունին մեծություններ են, ինչպես օրինակ Հանջարեղ Նարեգացին եւ այլն, բայց եթե ուզում ենք մեր ժողովրդի հանջարը լավագույն ձևով ինչպես է, ինչ միջոցով է դրսևորված, կասեի մեր ջարդարաբեդությամբ, մեր ջարդարաբեդությունը լավագույն ձևով դրսևորել է մեր ազգային հանջարը։ Ինչից եք վախենում, պարոն Շահբազյան։ Մահվանից չեմ վախենում, երբեք, մահը ընդհանուր է, ոչ ոք չի խուսափել եւ ոչ ոք չի խուսափելու, այնպես որ հաշտվել եմ ես այդ գաղափարի հետ, բայց ես վախենում եմ, որ ինչ իմանամ, մեր բարքերը ազգային այսպես նվիրական հատկանիշները աղարդվեն, խաթարվեն, դրանից եմ վախենում, այդ շփումները հատկապես այս օդարամոլությունը մեր ժողովրդի երիտասարդության մեջ, այս ձգտումը դուրս ելնելու, նմանվելու եւ այլն, շատ վախեցնում է ինձ, վախեցնում է հատկապես օդարների հետ կնքված ամուսնությունները։ Ես այնքան երբ հայ տղամարդը օդար աղջկա հետ է ամուսնանում, դրանից եմ սարսափելի, որովհետև երբ հայ տղամարդը օդարի հետ ամուսնացավ, նրա սերունդը հատկապես Հայաստանից դուրս կգորջի, անխուսափելիորեն, անցյալը այդ է ցույց տվել։ Բայց երբ հայ աղջիկը օդարների հետ է ամուսնանում, ես այնքան չեմ վախենում։ Վախենում եմ, երբ տղամարդն է ամուսնանում օդարի հետ, բայց երբ հայ աղջիկը, իհարկե ուզում եմ, որ հայ աղջիկը հայ տղամարդու հետ ամուսնանա, բայց պայմանները այնպես են բերում, որ հայ աղջիկը, երբ որ օդարի հետ է ամուսնանում, միշտ ես այն վստահությունը ունեմ, որ նրա հաջորդող սերունդը չի գործի։ Մայրը կբահի իր ազգությունը։ Հրյա ժողովուրդ, տեսեք, հրյաները, երբ որ ընտանիքում տղա են ծնվում, տխրում են, չեն ուրախանում։ Երբ աղջիկ է ծնվում, ուրախանում են, որտեղ գիտեն, որ մայրն է, որ հրյա ժողովրդին պահպանել է հազարավոր դարիներ։ Այդպես էլ մոր կատարած դերը անքնահատելի է, իսկապես անքնահատելի է։ Ես վախենում եմ, որ ասացիք ինչից եք ամենից շատ վախենում։ Ամենից շատ վախենում եմ, երբ հայ տղաները գնում են օդարության մեջ, օդարների հետ են ամուսնանում։ Դա շատ է վախեցնում ինձ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Բավարարեցի արդյոք ձեզ։ Ձեր իմաստությունը, ձեր 95-ամյա իմաստությունը այսօր շատ շատերի բնակարան մտավ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես նմանապես այս հաճելի սրտամոտ զրույցի համար։ Շնորհակալություն։ Բարեկամներ, ճակերտներում այսօր Պարքև Շահբազյանն էր։ Բարի գիշեր։ Կհանդիպենք։